14 ինքնասպանություն 3 ամսում քրեակատարողականներում ծայրահեղ այս քայլին նախորդ տարի ոչ ոք չէր դիմել։ Ինչ եղավ, ինչ պատահեց, ինչու այն կրկին ազատությունից զրկված անձանց համար խնդիրների լուծման միջոց դարձավ։ Քրեակատարողականի պաշտոնյան չի մեկնաբանում արդիկ հիմնարկում ընդամենը նոր էր առաջ արձանագրված վերջին դեպքի պատճառները, ասում է ենթադրություններ անելը կամ մոտավոր շարժառիթներ մատնանշելն այս հարցում սխալ է։ Առաջին հերթին դա կյանքի դժվարին իրավիճակ է, որը լուրջ մարտահրավեր է հոգեկանի համար։ Այստեղ նաև մենք հաշվի պետք է առնենք, որ երբեմն ունենում ենք ազատությունից զրկված անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ այսպիսի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պարագայում իրենց դեպքում ավելի դժվար է դառնում հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը։ Քրեակատարողականի ներկայացուցչի այս դիտարկումները իրավապաշտպանը կիսում է, թեպետ նաև նշում է, խնդիրներն այսքանով չեն վերջանում, իսկ արագարձագանքման բացակայությունը։ Քննչական մարմիններից տարիներ շարունակ իհարկե մենք չենք ստացել գեթ մեկ գործով ամբողջական բազմակողմանի թափանցիկ եւ խորքային քննություն, ինչի հետևանքով առաջացավ մահը, անկախ նրանից դա կենսաբանական մահ գրանցվեց, որտեղ կներեք իհարկե մենք ներքին տեղեկատվություններ ենք ունեցել, նույնիսկ որ ասել են, որ բժիշկները թերացել են եւ անձի մոտ եղել է բան թոքաբոր, բայց այնինչ եղել է անթույլատրելի նյութերի օգտագործում։ Մինչև ինքնասպանություն գործել ազատությունից զրկված անձն այլ կերպ իր դժգոհությունը չի արտահայտում, այստեղ հիշենք պահման վայրերում դիտորդություն իրականացնողների ահազանգերը, ինքնավնասումների դեպքերի աճի մասին։ Քրեակատարողական ծառայության հոգեբանական աշխատանքների բաժնի պետն ասում է, այս հարցում միանշանակություն չկա։ Բայց ավելի շատ գերակշռում են ցավոք սրտի այն դեպքերը, որ ինքնասպանության ի վերջո դիմում են մարդիկ, ովքեր նախկինում սուիցիդալ վարքի դրսևորումներ չեն ունեցել, ինչը նկատվել է նաև այս տարվա արձանագրված ինքնասպանությունների պարագայում, բայց այս տարվա դեպքերի շրջանակներում պետք է նշեմ նաև, որ ունեցել ենք դեպք, որ տվյալ անձի ինքնասպանության դեպքին նախորդել են նաև ինքնավնասման, ինքնախեղման դեպքեր։ Նախորդ տարի ի դեպ քրեակատարողականներում 14 կենսաբանական մահ է գրանցվել։ Պատասխանատուներն ասում են, մահվան այս 90% եւ ավելի դեպքերում ազատազրկվածները որևէ գանգատ նախկինում ներկայացրած չեն լինում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։